Քոս պիտի երգենք Եկել է սրբությանը սրբոցը Եկել է ողորմու արյունով Եկել է պատվելու իմ Տիրոջը Եկել է լցվելու քո փառքով Եկել է սրբությանը սրբոցը Եկել է ողորմու արյունով Եկել է պատվելու իմ Տիրոջը Եկել է լցվելու քո փառքով Հայր սիրում է քեզ պատվում է քեզ Հայր սիրում է Եկել է պատվելու իմ Տիրոջը Եկել է լցվելու քո փառքով Եկել է սրբությանը սրբոցը Եկել է քո որդու արյունով Եկել է պատվելու իմ Տիրոջը Եկել է լցվելու քո փառքով Հայր սիրում է քեզ պատվում է քեզ Հայր սիրում է քեզ պատվում է քեզ Քո անունը սուրբ է Սուրբ է Քո անունը սուրբ է Սուրբ է Քո անունը սուրբ է Սուրբ է Հալելույա փառավոր Աստված մենք խոնարհվում ենք քո սուրբ անունի առաջ այսօր եւ նորից ու նորից ասում ենք քեզ շնորհակալություն, գոհություն, փառք ու պատիվ քեզ Տեր ջան, որ դու մեր Աստվածն ես, մեր Տերը, մեր Փրկիչը, մեր Պաշտպանը, մեր Վահանը, մեր հավիտենական Թագավորն ես դու Տեր Հիսուս, դու ես մեր հավատքի առաջնորդը եւ զորագլուխը, որ մեզ ամեն օր տանում ես հավատքից հավատքի մեջ, փառքից փառքերի մեջ, դու ես մեր մատակարար Աստվածը, իրականում որ Տեր մատակարարում ես ամեն քեզ հավատացողներին եւ դու ես մեր բժիշկը, որի խոցերով մենք բժշկվեցինք, փառք ու պատիվ քեզ Տեր, որովհետեւ մեր մեղքերը քո մարմնով խաչապայտին կամեցիր, ազատեցիր մեզ մեղքի իշխանությունից եւ մենք ապրում ենք Քրիստոսի արդարությունով եւ Քրիստոսի խոցերով մենք բժշկվեցինք։ Օրհնում ենք քո սուրբ անունը Տեր առողջության համար եւ հիմա խնդրում եմ որպեսզի հենց հիմա որպես մեր քահանայապետ
քո սուրբ արյունը սրսկես քո ժողովրդի վրա, քո եկեղեցու վրա եւ քո եկեղեցին այսօր նորից սրբես Տեր ամեն մեղքերից, անօրենություններից եւ ամեն չարիքից։ Օրհնյալ Տեր, խնդրում ենք սուրբ սիրտ եւ ուղիղ հոգի նորոգես քո ժողովրդի մեջ, որ ամեն օր, ամեն ժամանակ մենք քեզ հավատանք եւ սիրենք, գոհությամբ քեզ ծառայենք, փառավոր Տեր, եւ Աստծո վախով լցրու քո եկեղեցին Տեր, որ ամեն մեկս իմաստուն լինենք քեզանով եւ հետևենք մեր անձերի սրբությանը, արդարությանը եւ ողորմածությանը։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Պրեդը շեկեդը կերը բոլորոֆորը, իջիդի Ֆրիդրիխ Ռեֆորոդը, որովհետև դու ասեցիր, ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Եվ մենք էլ խնդրում ենք, որ մեզ պահես ամեն օր եւ առաջնորդես մինչև աշխարհի վերջը։ Փառավոր Հիսուս, հալելույա, ամեն։ Փառք Տիրոջը, փառք Հիսուսին, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի բոլորիդ, նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Օրհնյալ լինի Տերը ամեն ժամանակ, որ օրհնյալ է հավիտյանս հավիտենից։ Խոսք, որ ուզում եմ ձեզ հետ կիսվեմ, այսպես վերնագրեցի, հոգին մի հանգցնեք, մի հանգցնեք։ Աստվածաշնչում հենց այսպես գրված է, առաջի Թեսաղոնիկեցիս 5:16-ում, 16-ից ավել ճիշտ, հոգին մի հանգցնեք, ես հետո դա կկարդամ, ու երբ որ ես բառը, ես նախադասությունը ես կարդացի, հասկացա, որ իրականում այսօր շատ հոգևորներ ապրում են հանգած հոգով, այսինքն ինչ է նշանակում հոգին մի հանգցնեք, հոգի բառը մեծատառով, այսինքն խոսքը գնում է Սուրբ Հոգու մասին, որովհետև Սուրբ Հոգին եկել է, մեզ մկրտել է եւ բնակվում է մեր մեջ, Սուրբ Հոգին միացել է մեր հոգուն եւ մեր մեջ է, ով է մկրտված Սուրբ Հոգով, դու մկրտված ես, բայց փառք Հիսուսին դրա համար, բայց երբեմն նկատում ենք, որ մարդիկ ապրում են եւ ամբողջությամբ հանգած է, տրտմած է Սուրբ Հոգին եւ պատճառը, որն է պատճառը, ես ուզում եմ խոսեմ հենց այդ մասին, իսկ ով է հասկանում ինչ եմ խոսում, ասենք դու գիտես հավատացյալ ես, բայց ապրում ես, զգում ես հավատքի բան չկա քո մեջ, իմիջալոց, անտարբեր, սառը, անհավատ, սերը սառած, ավելի շատ եսակենտրոնություն, ավելի շատ խորամանկություն, խորամանկությունը դա սատանայից է, ամեն, խորագիտությունն է, իմաստությունն է ասուց, խորամանկությունը դա ամեն մարդ մտածում է հենց իրա եսի, իրա օգտի համար, բայց խորագիտությունը դա արդեն ուրիշ բան է, դրա համար հոգին հանգցնել նշանակում է հոգով չապրել, հոգով չապրել, հիշում եք 10 կույսերի առակը, Մատթեոս 25-րդ գլուխ, 1-13 խոսքերում է, 10 կույսեր կային, որոնցից 5-ը հիմար էին, այն 5-ը իմաստուն էին, հիմար կույսերը դրանք հոգով չապրող կույսերն էին, հանգցրած, որոնց լապտերներում կրակ չկար, հիշում եք նրանք յուղ ուզեցին, երբ որ Փեսան գալիս էր, լուր եկավ եւ նրանք բոլորը 10 կույսերը արթնացան եւ այս 5 հիմար կույսերը յուղ էին խնդրում 5 իմաստուն կույսերից, որ իրենց լապտերները վառվի, հանգած չլինի, իսկ ինչու էր այդ հիմար կույսերի լապտերները հանգած, որովհետեւ հիմար կույսերը իրականում հիմար էին, նրանք անտարբեր էին, նրանք Աստծո սերով լցված չէին, նրանք հավատք չունեին, նրանք զբաղված էին այս աշխարհի միգուցե հաճույքներով կամ զբաղմունքներով, դրա համար իրենց լապտերները հանգած էին, դրա համար են վերնագրել, հոգին մի հանգցրեք, այսօր մեզանից շատերը հոգին հանգցրել է, հոգին հանգած է շատերի, տրտմած է, ամեն, եւ երբ որ Տերը եկավ, 10 կույսերի մասին է խոսքը, պատրաստները, որոնց լապտերները վառվում էին, մտան Տիրոջ փրկության մեջ, իսկ այն 5 հիմար կույսերը, որոնց լապտերները չէին վառվում, որոնք հենց այդ ժամանակ հասկացան յուղի կարևորությունը, օծության, գնացին յուղ փնտրելու,
յուղ ծախողների մոտ, որպեսզի յուղ գնեն։ Առակը այդ է սովորացնում, որ անտարբեր մի եղեք, հոգին մի հանգցրեք, որովհետև դա լավ չի լինի ձեր համար, օրինակի համար ուզում եմ հոգին հանգցրած աստվածաշնչյան պերսոնալներից մեկը Սամսոնն էր, նա օծյալ էր, օծություն ուներ, օծյալ էր, բայց հոգին հանգցրել էր, ոնց էր հանգցրել, մարմնավորապես էր ապրում, ամեն օր գնում էր շնության, որոշել էր ապրել այդ ձևով, այդ կյանքով, հոգին հանգել էր, բայց օծությունը չէր հեռանում իր վրայից, մինչև եկավ մեկ օր, որ օծությունը հեռացավ իր վրայից, և թշնամին բռնեց, Սամսոնի աչքերը հանեց, այսինքն տեսողությունից զրկեց, տեսիլքից զրկեց, և տարավ մի տեղ, և ասում է թշնամու համար աղում էր Սամսոնը, աշխատում էր թշնամու համար, մի կտոր հացով, թշնամին մի կտոր հաց էր տալի, մի քիչ ջուր, որպեսզի նա աշխատեր թշնամու համար, հոգին հանգցրել էր Սամսոնը, այսօր շատ հոգևորներ, այսպես են ապրում, ես այս հայտնություն եմ ասում ձեզ, որովհետև ես մտածում եմ Աստծո խոսքի վրա, մտածում եմ եկեղեցու վրա, եկեղեցու ժողովրդի համար, ասում եմ Տեր, ժողովուրդը ես ուզում եմ ավելի արագ աճի, ավելի լավ աճի, բարձրանա, օրհնված լինի, լուսավոր լինի, բայց նկատում եմ շատ դանդաղ է ոնց որ այս ամեն ինչը կատարվում։ Ու Աստված այս հայտնությունը տվեց ինձ, տես Սամսոնը օծյալ էր, բայց հանգցրել էր, հոգին հանգցրել էր։ Եվ թշնամին ինչ արեց, վերցրեց, աչքերը հանեց, կապեց միտեղ ու ասեց աշխատի մեր համար, աղա մեր համար։ Այսօր եկեղեցում շատերը հոգին հանգցրել են և թշնամին սատանան վերցրել է, կապել է միտեղ, մի կտոր հացի համար, ասում այսի քեզ մի քիչ հաց, մի քիչ ջուր, աշխատի իմ համար, որովհետև հոգին հանգցրել է։ Դրա համար աղքատություն, դրա համար տարբեր տեսակի բաներ կա մարդու կյանքում, թշվառություն, բայց միևնույն ժամանակ հիշում եք Սարեփթացի կնոջը, մի բուռ ալուր ուներ ու մի քիչ յուղ, բայց իր հոգու լույսը կար, նա հավատում էր խոսքին, եկավ Եղիան ու Տերը Եղիային ասեց գնա Սարեփթացի մի կնոջ հրամայել եմ, որ քեզ կերակրի, ոչ թե Սարեփթացի մի մեծահարուստի, մի բիզնեսմենի կամ Սարեփթայում մեծ իշխանավորների, որոնք լավ փողեր ֆինանսներ ունեն, հրամայել եմ քեզ կերակրեն, այլ մի աղքատ որբևայրու հրամայել եմ, որ քեզ կերակրի, գնա։ Եղիան գալիս ար Սարեփթա, այս կնոջի ջուր ա ուզում, այս կինը ջուրը բերելու ժամանակ ասում է մի կտոր էլ հաց բեր։ Այս կինը ասում է կենթանի է Տերը, որ ես չունեմ հաց, մի բուռ ալուր ունեմ ու մի քիչ յուղ, որը պատրաստվում եմ սարքեմ, պատրաստեմ, հեսա փայտ եմ հավաքում և որդուս հետ ուտենք, որ մահանանք, մեր վերջի հույսը, սա է մեր կյանքը, մեր վիճակը, այնինչ Տերը այդ կնոջը հրամայել էր Եղիային կերակրել, Եղիան գնաց, իրա բաժինը ուզեց, այդ կինը, գիտես, չէր հանգցրել հոգին, զգաց հոգով, հավատաց, վերցրեց և իրա մի բուռ ալուրը դրեց մի քիչ էլ Եղիային տվեց։ Եվ 3 տարի 6 ամիս, երբ որ ամբողջ երկիրը սովի մեջ էր, այդ կնոջ տունը գերբնական հրաշքներ սկսեց կատարվել։ Յուղը չպակասեց, ալուրը հետը։ Ամեն, սա է հավատքը, սա է, որ հոգին լուսավորված է, վառվում է, հոգին կենթանի է, ոչ թե տրտմած ու հանգած։ Գիտես, շատերը այսօր տանջվում են, նեղության մեջ են, նեղությունից դուրս չեն գալի իրենց անհնազանդության, անհավատության պատճառով։ Շատ ժամանակ սատանան գալիս այստեղ և սկսում է խանգարել, մարդկային մտքերով, տրամաբանությունով, բայց ստացի Աստծուց, թե դու ինչ պետք է անես, ամեն մեկդ ունեք հրաշք, ամեն մեկդ այդ հրաշքները ձեր կողքերով անցնում է, եթե հավատքով վերցնես, ինքը կսկսի իրականանալ։ Շատ ժամանակ մեր տրամաբանությունը մեզ խանգարում է, որ մենք հրաշքը չստանանք։ Տեսեք մի բուռ ալուր, այս կնոջը, որ նայես, ասես լավ մի բուռ, ասենք 6 ժամ շուտ ես մահացել, թե 6 ժամ ուշ, բայց այս կինը լսեց,
հավատաց, հնազանդվեց և 3 տարի 6 ամիս գերբնական ձևով կերակրվեց։ Աստված կարող է գերբնական ձևով այսօր քեզ կերակրի, եթե քո հոգին չհանգցնես։ Սուրբ հոգին, որ քո մեջ բնակված է, չհանգցնես։ Ժամանակ կա մենք շատ ուժեղ հոգևորներ ենք, հավատացյալներ ենք, բայց ժամանակ կա մի հատ այնց տրամադրություն ասեմ, տրամաբանություն ասեմ, մեր մոտ գալիս է, ու մենք դառնում ենք ոնց որ թե անհավատ հավատացյալներ։ Դա նշանակում է հոգին հանգցրած հավատացյալ։ Ժամանակ կա դու ուրիշներին հավատք ես սովորեցնում, բայց ինքդ վախենում ես։ Իսկ վախը ու հավատքը իրար հետ տեղ չունեն։ Ժամանակ կա դու ուրիշներին սեր ես սովորեցնում, որ սիրել է պետք, ներել է պետք, բայց ինքդ ատում ես և չես սիրում։ Դա հոգին հանգցրած վիճակ է։ Հոգին տրտմեցրած վիճակ է։ Ժամանակ կա, որ դու պետք է իրավիճակներ են, չէ, նայում եմ մռայլ օրեր, ձմեռային ցուրտ ու մռայլ օրեր։ Ասենք մարդ չի կարողանում ուրախանա, բայց պետք է քեզ տիպես ուրախ լինես, որովհետև ուրախությունը հոգու պտուղ է։ Ամեն։ Ես այս մռայլ օրերին հատուկ մեր տան մեջ լույսեր ունենք, որ միացնում ես, այդ լույս անկախ քեզանից ուրախանում ես։ Տոնական լույսեր են իրանք, ու այդ մռայլ, սև օրեր, առավոտ բասում է մռայլ, ցուրտ, բայց նորից մենք որոշում ենք ինչ-որ մի բան անենք, որ մենք ուրախանանք, փառք տանք Հիսուսին, գոհանանք։ Ամեն, հոգին, որպեսզի չհանգցնենք։ Եզեկիել 11-րդ գլուխ շատ հետաքրքիր համար ասա և 19 խոսքից եմ կարդում։ Եվ նրանց պիտի մեկ սիրտ տամ և նոր հոգի պիտի դնեմ ներսում։ Ուշադիր լինենք այստեղ։ Եվ նրանց պիտի մեկ սիրտ տամ և նոր հոգի, ասա նոր հոգի։ Նոր հոգի պիտի դնեմ ձեր ներսում։ Որն է նոր հոգին։ Սուրբ հոգով մկրտությունն է, դրա մասին է Տերը խոսում։ Ասում է մեկ սիրտ պիտի տամ, մեկ սիրտ, որն է սիրտը։ Այս կկարդամ ավելի կբացվի։ Սիրտը մեր միտքն է, մեր զգացմունքներն է և մեր կամքն է։ Մեր սիրտը մեր անձն է, մենք ենք, մեր բնավորության գծերը, մեր զգացմունքները, մեր մտքերը, մեր կամքը, դա մեր սիրտն է։ Եվ Տերը ասում է նրանց նոր սիրտ պիտի տամ։ Գիտես, ես երբ որ ապաշխարեցի, իմ սիրտը լրիվ փոխվեց։ Ես որ կյանքում չեմ սիրել կարդալ, բայց ես սկսեցի Աստվածաշունչը առավոտից երեկո կարդալ։ Ու Աստվածաշնչի խոսքերը մնացին իմ սրտի մեջ։ Ու ես միշտ հիշում էի, կրկնում էի աղոթքների մեջ, շատ կարևոր է, որ դու Աստվածաշնչի խոսքերը դնես քո սրտի մեջ, քո լեզվի վրա և սկսես խոսել դրանց մասին։ Հիշում ես Տերը ասում այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այսինքն խոսի դրա մասին, դա շատ կարևոր է։ Հենց սա է Տերը ասում է մեկ սիրտ պիտի տամ, ես զգացի Տերը ինձ մի սիրտ տվեց, որ ես սիրեմ Աստվածաշունչ կարդալը և Աստվածաշնչի վրա մտածելը և Աստվածաշնչի բառերը մնաց իմ սրտի մեջ գրված։ Եվ շարունակում եմ, և նրանց պիտի մեկ սիրտ տամ և նոր հոգի պիտի դնեմ նրանց ներսում, նոր հոգի, սուրբ հոգին, և պիտի հեռացնեմ քարի սրտերը նրանց մարմնիցը, որ դու զգայուն լինես, որ դու ցավաս մարդկանց համար, նրանց նեղությունների համար, ամեն, և պիտի հեռացնեմ քարի սրտերը նրանց մարմնից և նրանց մի սիրտ տամ, որպեսզի իմ օրենքներում գնան և իմ իրավունքները պահեն և նրանց կատարեն, որ նրանք ինձ համար ժողովուրդ լինեն և ես նրանց համար Աստված լինեմ։ Ինչ է սա նշանակում։ Ես նրանց մի սիրտ պիտի տամ, որ իմ օրենքների վրա մտածեն, իմ խոսքի վրա մտածեն, այդպես ապրեն, ասու վախ ունենան, որպեսզի ես նրանց Աստված լինեմ։ Նրանք պիտի սիրեն, նրանք պիտի մտածեն, նրանք պիտի կարդան խոսքը և խոսքով ապրեն։ Այդ ժամանակ ես նրանց պիտի Աստված լինեմ։ Եվ նոր հոգի եմ տվել նրանց, բայց որոնց սիրտը, որ դեպի իրենց գարշելիքների ու պղծությունների սիրտն է գնում,
Նրանց ճանապարհները իրանց գլխով պիտի տամ, ասում է Տեր Եհովան։ Սա շատ կարևոր բան է։ Հնարավոր է, սկզբից, երբ որ դու ապաշխարում ես, սիրում ես Աստծո խոսքը, մտածում ես խոսքի վրա, մեծ հեղինակություն եւ հիմք էր դա քեզ համար, ապրելու, մտածելու եւ քայլերը անելու։ Բայց անցավ ժամանակ, անցավ տարիներ, շատ նեղություններ, դժվարություններ, անարդարություններ տեսնելուց հետո հիասթափվեցիր։ Եվ սիրտը սկսեց սառել, եւ դու սկսեցիր մտածել այս աշխարհիկ ձևերով։ Ու Աստծո խոսքը սկսեց հեղինակությունը կորցնել քո կյանքում, որովհետեւ տեսար ամբարիշտների խաղաղությունը, հաջողությունը եւ հիասթափվեցիր։ Աստված հենց էս է ասում, բայց որոնց սիրտը, որ դեպի իրենց գարշելիքները ու պղծությունների սիրտն է գնում, այսինքն հին մտածելակերպը, նրանց ճանապարհը իրենց գլխով պիտի տամ, ասում է Տերը։ Այսինքն հոգին հանգցրեցին։ Ով է հասկանում։ Այսինքն հոգին հանգում է, երբ որ մեր մտածմունքները, մեր ուշադրությունը, մեր կյանքի կարևորությունները գնում է հին մտածելակերպի, այս աշխարհիկ ձևերի վրա։ Հոգին հանգում է, Սուրբ Հոգին։ Ասում է նրանց մի սիրտ պիտի տամ մսեղեն, որ իմ օրենքներով գնան, իմ օրենքների վրա մտածեն։ Այդ ժամանակ ես իրենց Աստված կլինեմ։ Հակառակ դեպքում, եթե նրանք աշխարհիկ մտածելակերպով ապրեն, իրենց գլխին պիտի տամ իրենց ճանապարհները, եւ Սուրբ Հոգին կտրտմի, կհանգի քո կյանքում։ Հասկացար։ Հոգին հանգում է այն ժամանակ, երբ որ քո միտքը չի նորոգվում։ Երբ որ միտքը չի նորոգվում Աստվածաշնչով։ Տերը մեզ տվել է Սուրբ Հոգին, բայց Հոգին սնվում է քո նորոգված մտքից։ Հոգին քո մեջ զորանում է, վառվում է, բոցավառվում է, երբ որ դու կարդում ես Աստվածաշունչ։ Բայց երբ որ նեղություններ, դժվարությունները տեսնելով, ամբարիշտների հաջողությունները տեսնելով, արդեն տրամաբանությունդ ուրիշ բան է բացատրում, սկսում է միտքդ չնորոգվել, դու հին ձևով ես սկսում մտածել, եւ հոգին հանգեցնում ես։ Եվ երբ որ հոգին հանգեց, Սամսոնի հոգին հանգել էր, նոր Սամսոնից էի պատմում։ Դրա համար Սամսոնը ինչ եղավ։ Թշնամին բռնեց օծյալ մարդու, աչքերը հանեց, կապեց միտեղ ու ասեց մեր համար աշխատի։ Մի կտոր հաց ու ջրի համար։ Այսօր շատերս, սիրելիներս, հոգևորներից, մի կտոր հաց ու ջրի համար աշխատում են։ Այնինչ դու պետք է ընդունեիր Աբրահամի օրհնությունները։ Գաղատացիս 3:13, ասում Աստված գնեց մեզ օրենքի անեծքից Քրիստոսը, մեր փոխարեն անեծք դարձավ, քանզի գրված է, անիծյալը փայտից կախված է, իսկ Հիսուսը փայտից էր կախված, փոխարենը մեզ միացրեց Աբրահամի օրհնություններին, որ մենք օրհնված լինենք։ Հեչ հաշիվ չեք տվե ձեզ։ Մի քանի տարի ես, երբ որ հոգևոր էի, 3-րդ տարին, արդեն ես զգացի ոնց որ այն չի իմ կյանքը, ու ես հասկացա, որ չէ, Տեր, ես սեն չեմ ուզում ապրեմ, ես ուզում եմ ժառանգեմ Աբրահամի օրհնությունները, ես ուզում եմ հանգիստ ապրեմ, ուզում եմ հանգիստ քնեմ, հանգիստ քնից արթնանամ, իմ աշխատանքով սենց ապրեմ եւ վայելեմ կյանքը, ինչի տանջվեմ, ինչի Սամսոնի պես Սատանան ինձ կապի միտեղ, ասեցի քեզ գործ, տանջվի, գիշերներն էլ մի քնի, այս մի կտոր հացի համար։ Հանգած հոգով մարդ։ Քննի անձդ, եթե քո կյանքում կա նման բան, նշանակում է դու հոգին հանգցրել ես։ Այս խոսքը շատ կարևոր է։ Տեր ասում է մի սիրտ պիտի տամ, որ իմ օրենքները սիրի, իմ օրենքներով գնա, այսինքն ինձ հնազանդվի, իմ կամքը կատարի, որ ես իրեն Աստված լինեմ, որ իմ հոգին սկսի դրսևորվել իր կյանքում։ Բայց քանի որ քո միտքդ լրիվ աշխարհիկ է, դրա համար Աստծո հոգին հանգում է քո կյանքում, տրտմում է։ Ամեն։ Ինչ որ բան առնում ես։ Դրա համար հոգին մի հանգցրու։ Ինչ է պետք անել։ Պետք է Աստծո խոսքի հետ շփվել։
օծությունը, կրակը լապտերի մեջ 10 կույսերից խոսեցի, գալիս է, երբ որ օծություն կա։ Օծությունը գալիս է համար առաջինը Աստծո խոսքի հետ շփվելով։ Համար երկրորդը օծյալին ծառայելով։ Համար երրորդը օծյալի ձեռնադրությամբ։ Օծությունն է գալի, բայց դու պետքա իրոք բաց լնես դրա համար, քո միտքը պետքա նորոգվի Աստծո խոսքով, քո ուշադրությունը պիտի լինի Աստծո խոսքի վրա, քո կարևորությունը կյանքի Աստծո խոսքը պիտի լինի, որպեսզի հոգին սկսի բոցավառվել քո մեջ, կրակը սկսի բոցավառվել։ Հռոմեացիս 1:8 Խոսքը հիմա բոլորդ ստանում եք, ով որ սա կհասկանա եւ իր վրա կաշխատի, նրա կյանքը կարող է փոխվել։ Եթե չէ, հոգին հանգած է մնալու։ Եվ Սամսոնը ձեզ օրինակ։ Ուղղակի տանջվելու ես, մինչև հեռանաս ես աշխարհից։ Բայց եթե լսես, վստահես Աստծուն եւ հնազանդվես, Սարեփթացի կնոջ պես, գերբնական կյանք կապրես։ Հռոմեացիս 1 Հռոմեացիս առաջի գլուխ 18 խոսքից Որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը անիրավությունով բռնում են։ Մարդիկ բոլորը կարդում են Աստվածաշունչը, լսում են, բայց գիտեք, հետաքրքիր է նա, որ շատ եմ շփվում հոգևորների հետ, ես տեսնում եմ լրիվ ուրիշ բան են ապրում, ուրիշ ձև, ուրիշ կյանք։ Ճշմարտությունը գիտեն ոնց պիտի ապրեն, բայց ապրում են ուրիշ ձև։ Ոնց այս աշխարհը, ոնց իրանց հին միտքը իրանց թելադրում է։ Դրա համար խոսքը ասում է, որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը անիրավությամբ բռնում են։ Աստծո խոսքը ապրում են անիրավությամբ։ Որովհետև Աստծո գիտելիքը հայտնի է նրանցում։ Նրանք գիտեն Աստծո այս խոսքը գիտելիքի մասին, որ Աստված հայտնեց նրանց։ Որովհետև նրա աներևույթ բաները աշխարհի սկզբիցը ստեղծվածներով իմացվելով տեսնվում են։ Կողքիդ մարդուն նայում ես, մի հատ նայի կողքիդ մարդուն։ Նա Աստծո ստեղծագործությունն է։ Ասում է աներևույթ բաները ստեղծվածներով երևում են։ Ամեն։ Դա Աստծո ստեղծագործությունն է։ Որովհետև Աստծո գիտելիքը հայտնի է նրանցով, որ Աստված հայտնեց նրանց, որովհետև նրա աներևույթ բաները աշխարհի սկզբից ստեղծվածներով իմացվելով տեսնվում են, որ է նրա մշտնջենավոր զորությունը եւ աստվածայնությունը, այնպես որ անպատասխան մնա։ Որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներում, ինչերում էլի մտածմունքներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարվեցավ։ Հոգին խավարվեցավ։ Մի հանգցրեք հոգին։ Ամեն։ Բայց հոգին ինչի է խավարում։ Ինչի է հանգում։ Որովհետեւ Աստծուն ճանաչելով, Աստծուն Աստծոպես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտքերում ամեն ինչ կատարվում է այստեղ։ Ունայնացան, սխալ բաներ մտածին, անկապ բաներ մտածեցին ու նրանց անմիտ սրտերը խավարվեցավ։ Ասելով, թե իմաստուն են, հիմարացան։ Ամեն։ Սողոմոն թագավորը ասում է, եւ սիրտս տվի, որ հասկանամ այս աշխարհի վրա ինչ է կատարվում, ինչ է իմաստությունը, ինչ է հիմարությունը, ասում է, ես նկատեցի, դա գրված է Ժողովող 2-րդ գլխում 13 խոսքում, ասում է, եւ ես տեսա, որ ինչպես որ իմաստությունը ավելի օգուտ ունի հիմարությունից, ավելի լավ է, չէ՞ որ մարդ իմաստուն լինի, քան թե հիմար լինի։ Ասում է, եւ ես հասկացա, որ ավելի լավ իմաստությունը ավելի օգուտ է մարդի համար, քան թե հիմարությունը, այնպես էլ լույսը ավելի օգուտ է մարդու համար, քան թե խավարը։ Դրա համար, երբ որ դու հանգցնում ես հոգին,
դա խավար է սկսվում քո մոտ, քո կյանքում։ Սամսոնը հանգցրեց հոգին։ Դրա համար խավար սկսվեց իր կյանքում։ Թեև սկզբից ամեն բան նորմալ էր։ Նա գնում էր շնության, բայց օծությունը իր վրա էր։ Մտածում էր երևի Տիրոջ դուրը գալիս է, նորմալ է։ Եթե դու մեղքերի մեջ ես ապրում, դա արդեն հոգին ես հանգցնում։ Ինչ որ ժամանակ հոգին օծությունը քո վրա կգործի, բայց հետո մի անգամից կհանգի։ Դրա համար մի հանգցրու հոգին։ Հոգու մեջ պետքա կրակ լինի, լապտերի մեջ պետքա յուղ լինի։ Տիրոջ ներկայությունը, դա օծությունը, դա Տիրոջ ներկայությունն է։ Ինչ անենք, որ օծությունը մեր լապտերների մեջ լինի։ Գիտես, գրված է նաև Առակաց 20:27-ում, որ մարդու հոգին Տիրոջ ճրակն է։ Այսինքն լապտերը հենց մեր հոգին է, որի մեջ պետքա օծություն լինի, որ մեր հոգու մեջ կրակ լինի, չխամրի մեր հոգին։ Բայց շատերը այսօր իրենց մարմնավոր մտածելակերպով խամրեցրել են հոգին։ Անունը հավատացյալ է, բայց ոչ մի հավատքի բան չկա։ Դրա համար էլ զորություն չկա, դրա համար էլ աղոթքի մեջ փոփոխություններ չկա, դրա համար էլ կյանքում առաջ խաղացում չկա։ Ամեն։ Փառք մեր Հիսուսին, ես կարծում եմ, որ հասկանում եք, եւ ինչա պետք անել, պետք է ապաշխարել եւ մեր հոգիները, որպեսզի կրակ լինի, լույս լինի մեր հոգիների մեջ, լապտերի մեջ։ Եթե հանգցրել ես հոգին, պետք է նորից վերականգնես աղոթքով, առաջի Թեսաղոնիկեցիս կարդանք, սա շատ բան կբացի մեզ։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 16 խոսքից։ Ամեն ժամանակ ուրախ եղեք, անդադար աղոթք արեք, աղոթքի կյանքը մեր հոգին բերում է լույսի մեջ, անդադար աղոթք արեք, ամեն բանի մեջ գոհացեք, փող չկա, հաց չկա, ես չգիտեմ ինչ չկա, ինչ չի կատարվում, տխրել ես, գիտես տխրությունը գրված է, չէ, որ ուրախ սիրտը բժշկություն է, դեղ է մարմնի համար, բայց կոտրված տխուր սիրտը կչորացնի քո ոսկորները։ Դրա համար Աստված ուզում է, որ դու ամեն ժամանակ ուրախ լինես, այս ցուրտ մռայլ օրերում էլ դու ուրախ լինես։ Աղոթքի կյանք ունեցի, առանձնացի, առավոտ արթնացի, Աստծո հետ առանձնացի, աղոթք արա, մինչև չես զգացել Տիրոջ ներկայությունը, մի դադարի աղոթելուց, որ հոգիդ չհանգի, ամեն բանի մեջ գոհացի, ինչ ունես, մի յուղ սարեպտացի կիններ, չէ, մի ուրիշ պատմություն կար Եղիսեի հետ, երբ որ մի աման ուներ, ասեց ինչ ունես տունդ, ով կին, ասեց մի յուղի աման, Եղիսեն ասեց բոլ այդ ամանը, որ դու օրտնվես, և այդ ամանի յուղը, մի խոսքով, պատմությունը շատերը գիտեք, որ գնաց իր տունը դուռը փակեց և այդ ամանի միջից յուղը լցրեց բոլոր ամանները և ծախեց և պարկերը փակեց և օրտնվեց։ Ամեն։ Այս ամանի պատմությունը նրա համար եմ պատմում, որ այդ կինը իր տան մեջ մի հատ աման ուներ, ուրիշ բան չուներ։ Իսկ ես չեմ մտածում, որ այստեղ կա ինչ-որ մեկը, որ մի հատ աման ունի։ Ամեն մեկը ապահովված եք շատ բաներով։ Դրա համար գոհացող սիրտ ունեցեք, երբ որ գոհացող սիրտ ունես, դու հոգին չես հանգցնի։ Գոհացի, շնորհակալական այդ սիրտը ունեցի, գոհացող սիրտը ունեցի Աստծուց։ Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեր վրա, Քրիստոս Հիսուսում։ 19 խոսքը, հոգին մի հանգցնեք։ Այսինքն նշանակում է, եթե դու գոհացող սիրտ չունես, աղոթքի կյանք չունես, եթե դու ուրախ չես, դու հոգին հանգցնում ես։ Ուրեմն որոշի ուրախ լինել, գոհացող սիրտ ունենալ, աղոթքի կյանք ունենալ, որ հոգին չհանգցնես։ Մարգարեությունները մի անարգեք։ Մարդը մարգարեություն ունի, մոռացել ասկի չել մտածում դրա մասին։ Աստծո խոսքը ասում է մի անարգի քո մարգարեությունները։ Հիշի, որովհետև դրանք կատարվելու են, եթե դու հավատաս։
Ամեն բան փորձեք, բարին ամուր բռնեք։ Փորձեք։ Մենք շփվում ենք իրար հետ, ամեն։ Փորձում ենք, տեսնում ենք, հասկանում ենք, բարին ամուր ենք բռնում։ Քննեք ամեն ինչ։ Տերը դրա համար մեզ միտք է տվել, որ քննենք, հասկանանք եւ բարին ամուր բռնենք։ Ամեն կերպ չար բանից հեռու կացեք։ Ամեն օր համարյա Սատանան ամեն ինչ ուզում է անի, որ մենք չարի մեջ չընկնենք, չարը մտածենք եւ չարը անենք։ Չարին չարով պատասխանենք։ Այդ ժամանակ մենք հոգին հանգցնում ենք, սիրելիներս, երբ որ չարին չարով ենք պատասխանում։ Եվ ինքը խաղաղության Աստվածը ձեզ սուրբ անե բոլորովին եւ ձեր բոլոր հոգին, շունչը եւ մարմինը անարատ պահվի մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը։ Այսինքն, եթե մենք այս բաները անենք, ինչ որ գրված է, Տերը մեր հոգին կպահի անարատ մինչև իր գալուստը։ Ամեն։ Զորացեք Աստծով, կարդացեք Աստծո խոսքը, աղոթք արեք, որ հոգին չհանգցնեք։ Եվ հետևեք ձեր անձերին, որ ուրախ լինեք։ Ուրախությունը հոգու պտուղ է։ Եթե դու տխուր ես, հոգին հանգած է։ Ամեն։ Եթե դու սեր չունես, հոգիդ հանգած է։ Եթե դու խաղաղություն չունես, հոգին հանգած է։ Համբերություն չունես, հոգին հանգած է։ Դրա համար խոսք ասում է մի հանգցրեք հոգին, ձեր վարքով ու ձեր մտածելակերպով։ Ամեն օր նորոգեք ձեր միտքը, որ ձեր հոգին սկսի գործել։ Տերը մեզ նոր հոգի է տվել, օծել է մեզ, նոր հոգի է տվել, բայց եթե մեր միտքը չնորոգվի, հին մտքով նոր հոգին չի շարժվում։ Ով հասկանում։ Սուրբ հոգին մեր հին մտքով չի շարժվում, ինքը հանգում է, տրտմում է։ Կարդամ այդ մասին Եփեսացիս 4-րդ գլուխ։ Եփեսացիս 4-րդ գլուխ եւ 26 խոսքից։ Բարկանաք, մի մեղանչեք։ Ով է նկատել, որ ինքը ամեն օր հնարավոր է բարկանա։ Տարբեր առիթներ կա, տարբեր բաներ կա։ Սատանան ամեն ինչ անում է, որ մեզ բարկացնի։ Եվ երբեմն բարկանում ենք։ Տերն էլ գիտի, որ բարկանում ենք։ Տերը ինքն էլ է բարկանում ամբարիշների վրա։ Բայց ասում է բարկանաք, մի մեղանչեք, մեղք մի գործեք, թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի, այսինքն շուտ ապաշխարեք, զղջացեք, ապաշխարեք։ Եվ տեղիք չտաք սատանային, այսինքն տեղ չտաք, դուր չբացեք սատանայի համար։ Հիշում եք, Հիսուսը Պետրոսին ասեց. Պետրոս, սատանան ուզեց ձեզ մաղել ինչպես ցորենի պես, բայց ես աղոթել եմ կամ աղաչել եմ քեզ համար, որ քո հավատքը չպակասի, որ քո հոգին չհանգի։ Բայց Հիսուսը գիտեր, որ Պետրոսը 3 անգամ ուրանալու է վախի պատճառով։ Եվ ասեց. Պետրոս, երբ որ դու վերականգնվես, գրված է, երբ որ դառնաս, վերականգնի քույր եղբայրներին, գրված է եղբայրներին, բայց դրա մեջ մտնում է քույրերին նույնպես։ Վերականգնի քո եղբայրներին եւ քույրերին հավատքի մեջ։ Պետրոս, երբ որ կվերականգնվես։ Եվ այստեղ գրված է բարկանաք, ամեն օր բոլորս է բարկանում ենք, սիրելիներս։ Հնարավոր է լավ, մեր կողմ չբարկանաս, բայց ինչ որ մեկը ինչ որ մի բան անի, որ բարկացնի քեզ։ Կա նման բան։ Հեչ որ չէ տեքոր կինը, սկեսուրը, զոքանչը, հարևանը, ամեն մեկը ինչ որ մի բան։ Բարկանաք, ասում է, մի մեղանչեք, որ սատանան հույր չգա ձեր տունը։ Բայց եթե մեղանչել ես, մեղանչել ես, մինչև արևը մտնելը հարցերը լուծի։ Գիտես, եթե քո խիղճը քեզ չի հանդիմանում, նշանակում է քո հոգին հանգած է։ Մարդ գիտեմ, հավեսով մեղքեր է գործում, սրան նրան չորում, ասում, կոպտում, իսկ իմ միտքը չի էլ գալի, որ կարելի է մատ ասել Տեր, ներ ինձ, ողորմա։ Կամ այդ մարդուն մոտենալ ասել, գիտես, մի քիչ լավ չստացվեց, մի քիչ սխալ ասեցի, մարդ էլ կա ասում է, չի մտածում, հետո է մտածում։
Շատ կարևոր է մտածել նոր խոսել։ Ոչ թե խոսել հետո մտածել։ Ու մարդ, որը չի մտածում խոսում է, դրանից կարող է շատ մեծ խնդիրներ առաջանա դիմացինի մոտ։ Դրա համար մտածեք, սիրելիներս, նոր խոսեք։ Կամ եթե ասել եք ձեր սիրտը ձեզ հանդիմանում է, շուտ ապաշխարեք, արևը չմտնի, որ տեղ չտաք սատանային։ Ինչի, սատանային տեղ տալը որն է, մեկ էլ տեսնում ես քո տան մեջ անհաջողություններ է սկսվում։ Մի կողմից, մյուս կողմից, մեկ էլ տեսնում ես փակվեց քո աղբյուրները ֆինանսական։ Մեկ էլ տեսնում ես հիվանդության ինչ-որ հայտնվեց, ինչ-որ բաներ է բացահայտվում։ Էդի տեղ տալա սատանային։ Մի եղբայր կա, մեր եղբայրներից էր, ծառայող, եկեղեցուց ոնց որ թե կտրվեց, կնոջից բաժանվեց, մոտավորապես իմ տարիքի մարդ։ Եվ հանդիպեցինք միտեղ խանութում, ասեցի հիմա եկեղեցի գնում ես, այցելում ես, ասեց հա գնում եմ, բայց կնոջս հետ մի քիչ բաժանվել եմ։ Խնդիրը շնության հարց է, ոչ, ուրիշ հարցեր է։ Մեկ էլ իմացա, որ երեխան մի տղա ունեն ընդամենը, մեքենայով մարդ է խփել ու մահացել է, հիմա դատնա գնում։ Հասկանում ես, բաներ կարդեն տեղ են տվել սատանային։ Պետք է վայելեն կյանքը, ուրախանան, ինչի քո երեխան դատվի, են էլ մի թակ տղա, պատահական մեկին մեքենայով խփել է ու մահացել է։ Ասի եղբայր, դու չես զգում, որ դա խավար է եւ դա սատանայից է։ Պետք է նայել հոգևոր կյանքը, տեղա տվել սատանային, հասկանում ես։ Ու նման տարբեր օրինակներ, տարբեր ձևեր կարող է լինել մարդկանց կյանքում։ Դրա համար Աստված ասում, մի մեղանչեք, կամ եթե մեղանչել եք, մինչև արևը մտնելը հարցերը լուծեք, ապաշխարեք, որ տեղ չտաք սատանային։ Նա, որ գողանում էր, թողել չգողանա, այլ մանավանդ աշխատի իր ձեռքերով բարին գործելով, որ ունենա տալու պետք ունեցողին։ Մարդկա ամբողջ կյանքը չի աշխատե, գողացել է, խոսք ասում է մի գողացի, դրանով դու հանգցնում ես հոգին։ Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից։ Աշխարհում շատ գեշ խոսքեր կան, չէ՞ որ խոսում են։ Աստծո խոսքը ասում է գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն, որ բարի է շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին։ Մեկ-մեկ բառեր կա, չէ, խոսում են, ընենց տհաճ է կողից նայվում։ Ժարգոն, բառեր, խոսալու տոն, խոսալու ձև, նենց տհաճ է։ Ու ես մտածում եմ, որ Սուրբ Հոգին էլ Սուրբ Հոգուն դա դուրս չի գալի եւ իրականում հոգին հանգչում է։ Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցաք փրկության օրվա համար։ Մի տրտմեցրեք, մի տխրեցրեք, մի հանգցրեք, ձեր բառերով, ձեր զրույցներով, ձեր բնավորությունով մի հանգցրեք Աստծո Սուրբ Հոգին։ Ով հասկանում ինչ եմ ասում։ Որով կնքվել եք փրկության օրվա համար։ Այսինքն այն հոգին, որ հարություն տվեց Հիսուս Քրիստոսին, նույն հոգին մեր մեջ է, որ մեզ էլ հարություն տա։ Ու եթե դու հանգցնես եւ տրտմեցնես քո բնավորության պատճառով կամ քո չնորոգված մտքերի պատճառով, գիտես, բոլորդ նայում եմ ժպիտով կամ լուրջ նստած նայում եք, բայց ես լավ գիտեմ, ես արդեն տարբեր մարդկանց հետ եմ շփվել, ես երկար տարիներ եմ մարդկանց հետ շփվում։ Ես լավ գիտեմ, որ այդ ժպիտով ուրախ աչքերի տակ թաքնված է մարմնավոր բնավորության գծեր, մտքեր, որը եւ անում եք ու կատարում եք, եւ որի պատճառով նաեւ հնձում եք։ Աստված չի ծաղրվի, ով ինչ սերմի, նա էլ կհնձի։ Ամեն։ Հիմա եթե դու Աստծո վախով ընդունես խոսքը, որպեսզի ապրես եւ հնազանդվես խոսքին, Աստված ասում է կորտնեմ, կբարձրացնեմ։ Մենք նայում ենք առաքյալների կյանքում, Գործք առաքելոց 5:15-ում Պետրոսը այնքան էր լցված հոգով, որ Պետրոսը քայլում էր ճանապարհում, եզրերին ճանապարհի եզրին բերում էին հիվանդներ եւ դիվահարներ,
Միայն Պետրոսի շողքը իրանց վրա եթե ընկներ, նրանք բժշկվում էին։ Դա հոգով լցված մարդու վիճակն է։ Նայում ենք Պետրոսին, ասենք Գործք առաքելոց 19 գլուխ 11-12 խոսքում, ասում է եւ գալիս էին Պողոսի վրա թաշկինակներ էին դնում կամ վարշամակներ եւ այդ թաշկինակը տանում դնում էին հիվանդների վրա, հիվանդները բուժվում էին։ Դա հոգով լցված մարդու վիճակն է։ Նույնը կարող է քո հետ լինի։ Եթե հոգով լցվես, հոգին սկսի բոցավառվել քո մեջ, որը զորանում է այնց Աստծո խոսքով։ Հոգին, Սուրբ Հոգին ինքը շարժվում այն ժամանակ, երբ որ դու խոսում ես Աստծո խոսքը, երբ որ դու հռչակում ես Աստծո խոսքը, բայց եթե դու մարմնավոր մտածելակերպ եւ բնավորություն ունես, եւ դու հռչակում ես Աստծո խոսքը, դա չի գործում, որովհետեւ Հոգին լավ գիտի դու ով ես։ Ամեն։ Դրա պատճառով երբեք մի փնթփնթացեք, դժգոհեք, ձեզանից է։ Ձեր անհաջողությունները ձեզանից է, ձեր բնավորությունից է, ձեր կյանքից է, եւ ձեր հաջողությունները եւ օրհնությունները նույնպես ձեզանից է։ Ով է հասկանում։ Դրա համար ուղի միտքդ, նորոգի միտքդ, որպեսզի հոգին չհանգի քո ներսում, որ հոգին սկսի գործել։ Ամեն։ Առաջի Կորինթացիս Ես շուտով վերջացնում եմ։ 3:16 Որ դուք Աստծո տաճար եք, եւ Աստծո հոգին բնակված է ձեզանում։ Ով է Սուրբ Հոգով մկրտված, ուրեմն Աստծո հոգին բնակվում է մեր մեջ։ Ուղղակի վիճակը հանգած է, Սուրբ Հոգին տրտմած է, թե բոցավառված է։ Չգիտեք, որ դու Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեզանում։ Եթե մեկը Աստծո տաճարը ապականե, նրան էլ Աստված կապականե, որովհետեւ Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Ոչ ով իր անձը չխաբե, եթե ձեզանից մեկը կարծում է, թե իմաստուն է, լավ, սա ուրիշ թեմա է։ Այսինքն Աստված բնակվում է մեզանում։ Ես մեկ նայում եմ եղբայրներ կան, անենց հավեսով են ծխում Սուրբ Հոգով մկրտված։ Չէ որ դու Աստծո տաճար ես։ Արդեն դու պիտի ամաչես, դա գցես։ Դա չպիտի անես։ Չգիտեմ, տարբեր բաներ կան։ Մարդիկ անում են Սուրբ Հոգով մկրտված։ Ասում եմ, եթե դուք ապականեք Աստծո տաճարը, Աստված է ձեզ կապական։ Այսինքն անեց կա գալի քո կյանքի վրա։ Նենց որ միայն Սուրբ Հոգով առաջի խոսքը նոր կարդացի, տրտմեցնել Սուրբ Հոգուն, դրանով դու չպրծար։ Լավ, տրտմեցրեցիր քո բնավորությամբ, քո մտածելակերպով։ Լավ, տրտմեցրիր։ Բայց դրանով դու չես պրծնում։ Եթե ապականում ես Աստծո տաճարը, դու սկսում ես անեծքի մեջ ընկնել։ Աստծո բարկությունը գալիս է քո կյանքի վրա։ Քո կյանքը սկսում է ավելի վատ ըլնել, քան թե առաջ էր։ Հիսուսը ասաց, չէ՞, Այն ոգիները, որ դուրս են գալի, հետ են գալի, միշտ ստուգում են։ Եթե դատարկ է եւ Տերը չի բնակվում այդ տաճարում, տրտմել է, հանգել է հոգին, դևերը գնում են, հրավիրում են 7 ավելի չար դևերի եւ այդ մարդու վերջը կամ այդ մարդու կյանքը կամ այդ մարդու ընտանիքը ավելի վատ է լինում, քան թե առաջ։ 7 անգամ ավելի վատ։ Այս խոսքերը պատահական չեն, սիրելիներս։ Այս խոսքերը իրականություն է եւ եթե ինձ չես հավատում, նայ ուղակի մարդիկ, որոնք Աստծուց հեռացել են, որոնք խամրել են, որոնք հանգցրել են հոգին, նայ իրանց կյանքը ու կտեսնես, ասեմ ավելին, այդ տեսակ մարդիկ երբեմն ես էլ եմ տեսնում, նայում եմ, հետաքրքրում եմ, իրենք գիտեն, թե իրանց նեղությունները, դժվարությունները, թշվառությունը նորմալ է։ Տենց է պիտի լիներ։ Իրանք արդեն այնքան թմրած են, մտածում են, դա նորմալ է, տենց էլ պետք է լիներ։ Բայց դա նորմալ չի, դևերը արդեն կապել են։ Դևերը կապել են Սամսոնին։ Ու ասում են, մի կտոր հացով աշխատի։ Այնքանա, որ չմեռնես։ Բայց մտածի, որ դու Աստծո օրհնված մարդն ես, եւ դու պետք է օրհնված լինես։ Եսայա 59:9 Եսայա
59-րդ գլուխ 9-րդ խոսք։ Սրա համար իրավունքը հեռացավ մեզանից եւ մեզ չի հասնում արդարությունը։ Իրավունքը, այսինքն բարությունը, արդարությունը հեռացել է մեզանից։ Եվ մեզ չի հասնում արդարությունը։ Սպասում ենք լույսի եւ ահա խավարը, պայծառության եւ ահա մառախուղում ենք մանգալի։ Լավ, ինչքան կարելի է հավատալ։ 20 տարի հավատում ես տարական փոքր բաների ընդամենը հանգիստ ապրելուն, ու չի ստացվում։ Խոսքը սրա մասին է գնում։ Կույրերի պես պատն ենք շոշափում եւ աչք չունեցողի պես խարխափում ենք։ Գլորվում ենք կես օրին, կարծես թե գիշեր լինի։ Պարարտների մեջ լինելով մեռելների պես։ Սա խամրած հոգի ունեցողներն են, որ հոգին հանգցրել են։ Սպասում են 10 տարի, 20 տարի, չի փոխվում այդ մարդու կյանքը։ Նշանակում է դու հոգին խամրեցրել ես, միտքը չի նորոգվում, որ Սուրբ Հոգին շարժվի քո կյանքում։ Նորից այս մասը կույրերի պես պատ ենք շոշափում եւ աշկ չունեցողի պես խարխափում ենք, գլորվում ենք կես օրին, երբ որ ցերեկ ամեն բան նորմալ է, կարծես թե գիշեր լինի, պարարտների մեջ լինելով մեռելների պես ենք, ամենքս մռնչում ենք արջերի պես եւ աղավնիների պես ճվճվում, սպասում ենք դատաստանի, բայց չկա, փրկության, բայց նա մեզանից հեռու է, որովհետև շատացել են մեր հանցանքները քո առաջին, եւ մեր մեղքերը վկայում են մեզ դեմ, որովհետև մեր հանցանքները մեզ հետ են, եւ մենք մեր անօրենությունները գիտենք, շատերդ գիտեք ձեր բնավորությունը, ձեր ապրածը, հանցանք ենք գործել եւ ուրացել ենք Տիրոջը, եւ խոտորել ենք մեր Աստծուն հետևելուց, բռնություն եւ ապստամբություն ենք խոսել եւ մեր սրտերում փուչ բաներ մտածել, նորից սրտերում փուչ բաներ, հին բաներ, չնորոգված բաներ, աշխարհիկ բաներ ենք մտածել, դրա համար հեռացել է Տերը մեզանից, հանգցրել ենք հոգին, դրա համար փոփոխություն չկա, Աստծո ժողովուրդը պետքա օրհնված լինի, ժողովուրդ, պետքա աճի, պետքա առատություն ունենա, հարուստ ամեն բարի գործի համար, բայց ինչու է այսքան դժվար, այսքան փակ, ես չգիտեմ, մտածի, սա քո համար է այս խոսքը, ամեն, միգուցե հոգին հանգցրել ես, միգուցե չես վստահում, չես հավատում, հոգին հանգում է, երբ որ դու անհավատության մեջ ես, անվստահության մեջ ես, եւ վերջի խոսքն եմ կարդում, Եսայա 60-րդ գլուխ, առաջի խոսքից, մենք գիտենք, չէ, որ այս տարի զարթունքի տարի է, արթնության տարի է, ով հավատում, ուրեմն պիտի լինի քո հետ, փառք Հիսուսին, եթե դու հավատում ես, ուրեմն այսօր քո ապաշխարության օրն է, մենք պետքա զարթունք վերապրենք, մենք ինքներս պիտի արթնանանք եւ ուրիշներին արթնացնենք, մենք պետքա վերականգնվենք Հիսուս Քրիստոսի անունով, ոչ թե հոգին հանգած նստենք ու սպասենք, մի տարի էլ անցավ, երկրորդն անցավ, երրորդն անցավ, տարիներն էլ նենց արագ են անցնում, զարմանում ես, ուղղակի ես ապշած եմ ինչ արագություն է անցնում, բայց մի հատ հույս ունեմ, որ շուտով Տերը գալու է, շուտով եկեղեցին հափշտակվելու է, դու պետքա լինես մարդ, որը իր լապտերի մեջ, այսինքն հոգու մեջ լույս ունի, կրակ ունի, օծություն ունի, օծությունը գալիս է Աստծո խոսքի հետ շփվելով, մտածելով, ապրելով, հնազանդվելով, աղոթելով, թե չէ խապնված հիմար կույսերի պես ապրելը դա լավ չի, հափշտակություն կլինի, դու մեջը չես լինի, Տիրոջը միգուցե կանչես, աղոթես Տեր, չէ որ ես, էս է անում, են է անում, Տերը կասի չեմ ճանաչում, խամրած է, հանգած է հոգին քո մոտ, Եսայա 60 առաջի խոսքը, վեր կաց լուսավորվի, որովհետև լույսդ եկել է, քանի շնչում ես, քանի ապրում ես, դու կարող ես վեր կենալ, որոշել եւ լուսավորվել, Աստծո խոսքը քո ձեռքերի մեջ է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա,
որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը, ով է տեսնում, որ երկիրը աշխարհը խավարով ծածկված է, ամեն մեղքերով ու չգիտեմ այլանդակություններով, որ մենք տեսնում ու ապշում ենք, թե ինչ է կատարվում։ Մի եղբոր հետ է խոսում Ֆրանսիայից, ասում է Պավել ջան, այնքան ուրախ եմ, որ Տերը պահեց երեխեքիս, մեծացել են, ինստիտուտ են ավարտել, ամեն մեկը մասնագիտություն ունի, աշխատանք եւ բոլորը հավատքի մեջ են։ Ասում այնքան ուրախ եմ, դու չեք պատկերացնում, ասում Ֆրանսիայում ինչ ահավոր այլանդակ վիճակ է փողոցներում, որ ասում աշկերտ փակելով անցնես։ Եվ ինչեր է կատարվում։ Բայց այնքան ուրախ եմ, որ Տերը պահեց իմ ընտանիքը։ Գիտես, մենք էլ ենք ուրախ, ամեն, որ Տերը պահում է, որ Ղովտի ընտանիքի պես չեղավ։ Դրա համար փառք Տիրոջը, վեր կաս լուսավորվիր, որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը, մառախուղը ազգերը, բայց քեզ վրա ծակում է Տերը, եւ նրա փառքը երևում է քեզ վրա։ Եվ ման են գալիս ազգերը դեպի քո լույսը, եւ թագավորները դեպի քեզ վրա ծակած պայծառությունը։ Բարձրացրու աչքերդ շրջանակի եւ տես, բոլորը ժողոված գալիս են դեպի քեզ։ Քո որդիկը հերվանց են գալի եւ աղջիկերքդ բազուկների մեջ են գրկված։ Այն ժամանակ կտեսնես, կզմայլվես եւ սիրտդ ուրախությունից կդողա եւ կլայնանա, որովհետեւ դեպի քեզ պիտի դիմե ծովի առատությունը եւ ազգերի հարստությունը պիտի գա քեզ մոտ։ Երբ որ վեր կենաս եւ լուսավորվես։ Սա թե մի ազգի համար, թե մի մարդու համար մեկ է։ Սա գրված է Իսրայելի համար, բայց նաեւ Աստծո ժողովրդի եւ Աստծո որդիների համար։ Եթե վեր կենաս ու լուսավորվես, օրհնված կլնես։ Քո որդիները, հոգեվոր որդիները, որոնք քո խոսքը լսելով ապաշխարելու են։ Ամեն, եւ ֆիզիկական որդիները օրհնված են լինելու։ Քո կյանքում գրված է առատություն է գալու, ազգերի առատությունը լցվելու է քո կյանքում։ Էլ չես ափսոսալու ծախսելու մի կոպեկ, երկու կոպեկ, արդեն լավ է լինելու ամեն ինչ։ Սառնարանը լիքն է լինելու։ Ամեն, օրհնված է ամեն բան լինելու։ Այնպես որ եկեք ոտքի կանգնենք եւ սկսենք լուսավորվել։ Փառաբանության թիմը թող գա առաջ, սիրելիներս, այս խոսքերը հենց այնպես մի ընդունի քո սրտի մեջ։ Գիտես, այսօր այս վերջի ժամանակներում ինչ եմ նկատում։ Բոլորի համար սովորական է դառը։ Արդեն պաշտամունքը դարձել է ոնց որ թե մարդ գնում է թատրոն։ Թատրոնը նայի, գնա իրանց տուն։ Սա թատրոն չի, սա կենթանի Աստծո խոսքերն է, որ Տերը տալիս է հենց հիմա։ Որ դու մտածես եւ քո անձի հետ աշխատանք տանես։ Ողորմություն խնդրես, ասես Տեր լուսավորի։ Ես չեմ ուզում իմ հոգին հանգած լինի։ Ամեն։ Եկեք այս երգը վերցնենք, Տիրոջ հետ լինենք, հետո կաղոթենք։
Փառավոր Աստված, մեր ձեռքերի հետ միասին բարձրացնում ենք մեր սրտերը, Տեր։ Մենք խնդրում ենք, որպեսզի մեր սրտերը լցնես քո խոսքով եւ մեր մտքերը, Տեր իմ Աստված, նորոգես քո խոսքով, որպեսզի մեր սիրտը նորոգվի եւ լուսավորվի, Տեր իմ Աստված, որպեսզի մեր սիրտը անմիջ չլինի, այլ նորոգված լինի քո խոսքով, որպեսզի Սուրբ Հոգին բոցավառվի մեր սրտերի մեջ եւ Սուրբ Հոգու զորությունները դրսևորվեն մեր կյանքերի մեջ, որ քո ժողովուրդը լինի զորավոր, օրհնված, ինչպես առաքյալները գործ կառաքելոցում նրանց շողք անգամ եթե ընկներ մարդկանց վրա մարդիկ բժշկվում էին։ Փառավոր Տեր, ես խնդրում եմ օծիր քո ժողովուրդը, լուսավորիր քո ժողովուրդը, ներիր ու ողորմիր քո ժողովուրդը, Տեր ջան, որ սխալ կամ փուչ բաներ են մտածել կամ ապրել եւ դրա պատճառով նրանց հոգիները իրականում խամրել է։ Թող հիմա քո զորությունը գա, Տեր, մեր վրա, մենք խնդրում ենք քո ողորմությամբ, սրբիր քո ժողովուրդը քո արյունով եւ վերականգնիր մեր մեջ, Տեր ջան, կարդալու այդ ուշադրությունը, կարդալու կարևորությունը, Տեր, որ մեր մեջ մենք կարևորություն տանք կարդալուն եւ ուշադիր լինենք մտածելու եւ ապրելու, որպեսզի մեր հոգիները լուսավորվեն եւ բոցավառվեն, Տեր ջան, քեզանով, քո հոգով եւ քո ժողովուրդը լինի օրհնված, հաղթող, զորավոր ամեն բարի գործի համար։ Հալելույա, փառավոր Աստված։ Ասո խոսքը ասում է Հուդայի առաջի 20 խոսքում, 20 համարում, բայց դուք սիրելիներ, ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեք, Սուրբ Հոգով աղոթ կանելով, որ ձեր անձերը Աստծո սերի մեջ պահեք, սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար։ Ամեն, նորից այս մասը կրկնեմ, բայց դուք սիրելիներ, ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեցեք, Սուրբ Հոգով աղոթ կանելով։ Այսինքն, երբ որ Սուրբ Հոգով դու աղոթք ես անում, քո անձը շինվում է, լուսավորվում է, ձեր հավատքը բարձրանում է։ Ամեն, մի մոռացեք, ուղղակի սկսեք ամեն օր աղոթել, որպեսզի զորանաք, լուսավորվեք, ոտքի կանգնեք, որովհետև այնքան խավար կա այս աշխարհում, որ շատ ընտիր մարդկանց եւ հոգեվորների ես տեսնում եմ թմրել են, խամրել են, հանգել են, որովհետև իրենց մտքերը ուրիշ տեղ է, իրենց ուշադրությունը ուրիշ տեղ է, իրենք կարևորություն են տալի մարմնավոր եւ նյութական բաներին, քանց թե հավիտենական հոգեվոր բաներին։ Դրա համար զորացեք Սուրբ Հոգով աղոթ կանելով Հիսուս Քրիստոսի անունով, օրհնում ենք ամեն մեկին։ Ամեն։